Նախապատմական Հայաստանը պատված է եղել օվկիանոսով։ Դա են վկայում երկրաբանական տվյալները։ Այդ օվկիանոսում ապրել են հիանալի կենդանիներ, ամոնիտներ, բիլիմնիտներ, խորջրյա ձկներ։ Ամենահետաքրքիր նմուշներից մեկն է հանդիսանում 1998 թվականին Իվան Գաբրիելյանի կողմից հայտնաբերված, խնձորուտի շրջանում հայտնաբերված շնաձկան ատամը, որը հանդիսանում է փոքրիկ նմուշ, փոքրիկ ատամ, բայց հսկայական պատմությունով։ Ամեն հնեաբանի համար ամեն մի ատամը նման է կարծես թե փամփուշտի։ Պետք է հասկանալ, թե ինչ կենդանի է եղել, ինչ ձև է այդ ատամը կորցրել եւ ինչպես է այդ կենդանին ցավոք սրտի վախճանվել։ Շնաձկան ատամը իրենից ներկայացնում է 3 սանտիմետրանոց բաց ջրերի գիշատիչ, այսինքն կոնկրետ մեծ զոհով սնվող շնաձկան ատամ։ Մոտավորապես 2 մետր 80 սանտիմետր երկարությամբ, տեսակը դեռ վերջնական կողմնորոշված չէ, բայց բաց է լինում, որ Հայաստանում նախապատմական ժամանակ ավելի շուտ կավճե դարաշրջանում, երբ որ ցամաքում ապրում էին դինոզավրերը, ապրում էին ծովային գիշատիչներ, ինչպեսին այս շնաձուկները։ Շնաձկներից բացի մեր մոտ ապրել են ամոնիտները, ցեֆալոպոդների ազգակիցները, որոնք ապրել են Մեզոզոյի դարաշրջանում, դա 250-ից մինչև 66 միլիոն տարի առաջ, հանդիսանում են ծովային կենդանիներ, որոնք լողել են եւ ապրել են իրենց օրգանիզմի խեցիում գտնվող գազային հատվածների շնորհիվ, ունեցել են շոշափուկներ, եղել են մեր ժամանակակից ութոտնուկների ազգակիցները, հանդիսանում են բիոստրատիգրաֆիական մարկերներ, այսինքն այս կենդանիների տարբեր տեսակների խեցիները հայտնաբերելով դուք կարող եք տարեգրում ստեղծել, թե որ ժամանակաշրջանի շերտեր ունեք։ Ունենք նաև պալեոէկնոլոգիական հետք, այսինքն կենդանու դաջվածք։ Սա մարմինը չէ, սա մարմնի դաջվածքն է, խեցիի դաջվածքը ամոնիտի դեպքում, եւ դա առանձին գիտություն է, որը ուսումնասիրում է նախապատմական կենդանիների հետքերը։ Նշեմ, թե ինչպես են առաջանում բրածոները։ Եթե ինչ-որ մի կենդանի օրգանիզմ իր մահից հետո հայտնվում է համապատասխան պայմաններում, դա լինի բույս, դա լինի կենդանի օրգանիզմ, նա իր ոսկորների միներալիզացման process է ստանում եւ քարանում է։ Այստեղ գտնվող նմուշները դրանք կենդանիների մնացորդների իդեալական անթերի դաջվածքներ են իրենից ներկայացնում։ Հայաստանում նույնպես հայտնաբերվել են բիլիմնիտներ, այս մեկը բերվել է Կազախստանից, բայց մենք Հայաստանում էլ նմուշներ ունենք։ Բիլիմնիտները հանդիսանում են կարամարների, կալմարների ազգակիցները, որոնց խեցին գտնվում է մարմնի ներսում եւ հանդիսանում է ողնաշարը փոխանակող ինչ-որ մի էվոլյուցիոն գործիք։ Այս բիլիմնիտներին կոչում են սատանի մատներ, որոնք շատ տարածված են աշխարհում, ժողովրդական անուն է սատանի մատներ, որը իրականության հետ իհարկե ոչ մի կապ չունի։ Համենայն դեպս Բրիտանիայում այս բիլիմնիտները այնքան շատ են, որ իրենց խառնում են գիշատիչ դինոզավրերի ատամների հետ եւ դժվար չէ խառնել, ինքը շատ նման է։ Բիլում հին հունարենով նշանակում է նիզակ եւ նիզակի վերջին մասին նմանացվող բելիմնիտ անունն է տրվել այս կենդանի օրգանիզմին, որը նույնպես ապրել է մեր օվկիանոսում, որը կոչվել է Թեթիս եւ եղել է Հայաստանի ծածկող օվկիանոսը Կավճե դարաշրջանը։ Իսկ Կավճե դարաշրջանը, ինչպես գիտենք, դա 142-ից մինչև 66 միլիոն տարի առաջ ընկած ժամանակաշրջանն է երկրաբանության եւ կյանքի պատմության մեջ։